Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք համընդհանուր ապահովագրության մասին օրենքի նախագիծը եւ քանի որ հարցը վերաբերում է առողջապահությանը, ես կարծում եմ, որ մենք այստեղ պետք է առաջնորդվենք առողջապահական հայտնի պատգամով, սկզբունքով, մի վնասի սկզբունքով եւ ես այսօր եկել եմ այս քննարկմանը լսելու փաստարկներ այն մասին, թե ինչով այս նախագիծը կարող է մեզ վնասել։ Ինչով կարող է վնասել։ Ես այդպես եմ հասկանում։ Եթե կա մի որևէ վնաս այս նախագծից, ասեք, որ սա վնաս է եւ մենք փորձենք չեզոքացնել վնասը։ Օգուտը կլինի քիչ, կլինի շատ, կլինի շուտ, կլինի ուշ, կլինի արագ, կլինի դանդաղ։ Բնականաբար խնդիրներ կլինեն, որովհետեւ բարդ համակարգ ենք մենք գործարկում եւ հիմա մենք ի՞նչն ենք քննարկում։ Եկել ենք, ասենք, որ եկեք ոչ մի բան չանենք, եւ ոչ մի բան չանելու համար պարտադիր չէ հավաքվել այս դահլիճում։ Կարող ենք ասես տնես ոչ մի բան չանել։ Հիմա նախարարությունը անում է ինչ-որ բան, դուք եկել ասում եք, բա ոնց կլինի հերթեր, հա կլինեն միգուցե եւ կլինեն հերթեր եւ բա ինչ եք ուզում լինել, բա չկա համընդհանուր ապահովագրություն, հիմա լինելու է հերթ։ Հիմա քննարկենք ոնց այդ հերթերի հարցը լուծենք, ոնց արագ բանը լուծենք, կլինի ցանկ բանի հիվանդությունների եւ ուրեմն ծառայությունների եւ այլն։ Եթե չկա, ուրեմն շատ շուտ պետքա լինի։ Հիմնադրամը շատ շուտ պետքա ձևավորվի, աշխատանքը շուտ պետքա սկսի։ Կլինեն խնդիրներ։ Այդ խնդիրները պետքա լուծվեն, բայց դա ալտերնատիվա չի, որ մենք հիմա չընդունենք օրենքը կամ հետաձգենք օրենքը կամ ամեն ինչ պատրաստի արած արենք դնենք, նոր օրենքը ընդունենք։ Օրենքը անում ենք, որ գործերը սկսեն առաջ գնալ, նաեւ պրակտիկ կյանքում տեսնենք ինչ խնդրեմ կարող են, ինչքան էլ մենք մոդելավորենք հիմա, մենք գործ ենք ունենալու առաջի փուլով, եթե չեմ սխալվում, միլիոնից ավել քաղաքացու հետ, չէ՞, ինչքան 1,5 միլիոն, այսինքն 1,5 միլիոն մարդու հետ ենք մենք գործ ունենալու առաջին տարում, ինչքան էլ հիմա փորձենք մոդելավորել, մենք չենք կարող ճշգրիտ ասել այ կունենանք այսքան հոգանոց հերթ, կունենանք այսքան հոգանոց ծախս, զինապահից կգա այսինքն բանի ընթացքում պետք է այդ հարցերը լուծենք։ Սա շատ կարևոր հարց է եւ փոխանակ բողոքեք, որ շուտ չի եղել այս նախագիծը։ Բողոքում եք, որ ավելի չենք ուշացնում։ Պետք է ընդհակառակը ամբողջ Եվրոպան արդեն բոլոր տեխնացու երկրները Եվրամիության անդամության, Վրաստանում սա արդեն կա շատ վաղուց 10 տարուց ավել է, եթե չեմ սխալվում, Վրաստանում կա իրանց մոտ ինչպես հարթ է եղել ամեն ինչ, դրել են ու առաջին տարում գործել է, չէ, բախվել, այսինքն ամեն համակարգ նոր գործարկելուց, մի բանը որ նոր է ներդրվում, բախվում է ինչ-որ խնդիրների, որոնք հնարավոր չի 100% ճշտությամբ հասցեագրել։ Եվ այստեղ մենք պետքա նույնիսկ եմ ասում, նայենք ակնհայտ հնարավոր ենթադրյալ վնասներին։ Եթե վնաս չկա, շարժվում ենք առաջ։ Ինչ խնդրեմ կա, անենք, խնդրեմ լինի, նա Տիկին Գրիգորյանն էլ ինքը մեծ մասնագետ է պետական հիմնադրամների թերությունները գտնելու։ Եթե կունենա թերություն այս հիմնադրամը, առաջինը Տիկին Գրիգորյանը վռած կտեսնի, դետեկտ կանի այդ խնդիրները, կբերի ազգային ժողով, հարցերը կլուծենք, ինչ խնդիր կա։ Ես առաջարկում եմ կողմ քվեարկել, սա շատ կարևոր է, նաև առիթից օգտվելով ասեմ, որ սա վիզաների ազատականացման տեսանկյունից է շատ կարևոր մեզ համար։ Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ, մի շաբաթ, երկու շաբաթ առաջ մեզ հանձնվեց վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Դուք գիտեք, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձնում եվրոպական կողմը, ուրեմն այնտեղ ապաստան հայցող մեր ուրեմն առողջապահական նպատակներով այնտեղ ապաստան հայցող մեր քաղաքացիների վրա ծախսվող գումարներին, դա այնտեղ որոշակիորեն որոշ երկրներում, որտեղ քաղաքացիների հոսքը շատ է, հարուցում է որոշակի քաղաքական դիսկուրսներ եւ իրենք փորձում են անել ամեն ինչ, որ այդ խնդիրը հնարավորինս 0 չի լինելու այդ թիվը, այս գլխից ասեմ, բայց հնարավորինս լուծվի եւ այս համակարգը կարծում եմ, որ էականորեն կնպաստի այդ խնդրի, այնտեղ դուք հիվանդություններ նշեցիք, որոնք շատ մեծ տոկոս են զբաղեցնում այն հիվանդությունների շարքում, որոնց պատճառով որ մարդիկ ուրեմն դիմում են ապաստանի Եվրամիությունում 10%-ով, 20%-ով, 30%-ով էլ այդ թիվը նվազի, էլի լավ է, վնաս հաստատ չի ավելանա, չէ՞, այս նախագծի հետևանքով հաստատ այդ թիվը չի ավելանա։ Ինչքանով էլ օգնի
էլի լավ է մեր պետության եւ մեր հասարակության համար, շնորհակալություն։